ՄԱԿ-ը, Եվրամիությունը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան եւ այլ երկրներ ողջունել են հրադադարի հաստատումը Հնդկաստան-Պակիստան սահմանին։ Նրանք կողմերին կոչ են արել շարունակել երկխոսությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով։ Կողմերը հրադադարի էին հասել ԱՄՆ միջնորդությամբ։ Սաուդյան Արաբիայից մեկնարկել է Թրամփի այցը Մերձավոր Արևելք։ Այցի ընթացքում ստորագրվել է մոտ 142 միլիարդ դոլար արժողությամբ զենքի վաճառքի պայմանագիր, որը համարվում է ամենամեծը իր տեսակի մեջ։ Նախատեսված է նաև այց Կատար, այցի ընթացքում Թրամփը հայտարարել էր Սիրիայի նկատմամբ գործող պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին, Սաուդյան Արաբիան էլ պարտավորվել է 600 միլիարդ դոլարի ներդրումներ կատարել ԱՄՆ-ում։ Իսրայելական ուժերը ակտիվացրել են Գազայի վրա հարձակումները կեսգիշերից ի վեր սպանելով առնվազն 60 պաղեստինցու, հայտնում են բժիշկները։ Ռուսաստանը, Չինաստանը եւ Մեծ Բրիտանիան մերժել են Գազայում օգնություն բաշխելու ԱՄՆ-Իսրայելի ծրագիրը, փոխարենը կոչ անելով Իսրայելին վերացնել Գազայի երկամսյա շրջափակումը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մայիսի 15-ին Թուրքիայում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նա ակնկալում է նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զելենսկին ընդգծել է, որ Պուտինի բացակայությունը կնշանակի պատերազմն ավարտելու Ռուսաստանի ցանկության բացակայություն։ Ճապոնիայի կառավարությունը հայտնել է, որ Չինաստանը սկսել է կառուցել նոր կառույց վիճարկվող տարածքներում արևելյան Չինական ծովում։ Ճապոնիայի ԱԳՆ բողոքի հայտնել նշելով, որ Չինաստանը միակողմանիորեն զարգացնում է տարածքը, չնայած սահմանների վերջնական սահմանազատման բացակայությանը։ Հունաստանի Կասոս կղզուց ոչ հեռու տեղի ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ։ Հունաստանի արտակարգ իրավիճակների վարչությունը նախազգուշացրել է երկրաշարժից հետո հնարավոր ցունամիի վտանգի մասին։ Անհապաղ հեռացեք ափից, ասված է հայտարարության մեջ։ Սվետլանա Թորոսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։